Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում, կօգտվեք։ Չէ։ Գիտեք ինչ, անկախ ամեն ինչից, այս ամեն ինչը նախընտրական ինչ-որ քայլեր է։ Այս որ ձրի թոշակառուներն եսին փող չեն, բանա, որ պետք է ձրի բուժվեն, բան, էդ էլ է բան։ Էսա գտելակ ընտրություններից հետո այդ պետք է չլինի։ Սա ժամանակավոր բան է։ Ադրբեջանական բենզին ներկրելն է ժամանակավոր բան։ Կարելի է ընտրությունների։ Պիս օգնել, որ փորձ են անում բերեն։ Էդ էլ գիտենք։ Մենք մեր փողը ոնց որ ուղարկենք Ադրբեջանը կամ Թուրքիան իր համար զենք առնի։ Մենք փողը տալիս ենք զենքի համար։ Նա զենք առնի, օրից օր զենք առնամ, շատացնեմ, մեր պետք է նորից հարձակվի։ Հիմա նորից պետք է Ամերիկան չի մոտիկ անում Ադրբեջանի հետ, զենք է տալիս արդեն, որ Իրանի դեմ օգտագործի Ադրբեջանի։ Ով պետք է դուժի, մենք պետք է նորից մեջին դուժենք։ Չէ, ինձ թվում է, էս էլ է ֆալշ քայլ։ Այդից լավ բան չեմ նկատում, ու սպառազինությունը ոչ թե պետք է ոչ թե սպառազինը, այլ անվտանգություն չպետք է էլի դնեն այդ հարևանից բենզին ներկրել։ Ռուսաստանն էլ էր էլի, հարևան ինչ տարբերություն ընդեից թե ընդեից։ Հələ սա ինչ-որ տեղ թշնամի ամ էս գալիս, հոգեպես, նա գոնե էլի մի քիչ բարեկամ էր գալիս, այդ է տարբերություն, թե չէ ուրիշից բենզին ներկրելը չեմ գտնում էլի անվտանգային լուրջ քայլ։ Չեմ օգտվում, տենց ասեմ։ Անձամբ ես չեմ օգտվում, որովհետև մենք ունենք գերիներ, որ հեսա տարիներով ադրբեջանցիների մոտ են ու չեն ազատում նրանց։ Եթե մարդը ուզում է խաղաղություն իր հարևանի հետ, թող այդ գերիներին ազատի։ Դե գիտեք ինչ, բոլոր դեպքերում շան հետ ընկերանում ես, փայտի ձեռիցը պիտի չգցես, որովհետև ադրբեջանցին այն մարդն է, որ նրան վստահել չի կարելի, նրան հավատալ չի կարելի, շատ զգուշությամբ պետք է այդ ամեն ինչը արվի։ Ամեն րոպե Ադրբեջանը կարա ամեն ինչի ընդունակա։ Չէ։ Թշնամու հետ բոլորով ինչ ես կարա բարեկամություն անես։ Այսքան բանը որ նայում ենք, չէ, ջաններից ցավատալի։ Ոնց կարաս նրա այդ բարեկամությունը, այստեղ ինքան վատ բաներ արել են, ոնց ասեմ, ես չգիտեմ։ Բենզինի փոխանեն, թող մեր գերիներին բերեին,